Artnatsir Հայաստան Աստծո հոգին քեզ հետ է բարի լույս բոլոր նրանց ովքեր ահոտում են մեզ հետ այսօր թող Աստված արատապես օրհնի ձեզ ձեր ընտանիքը Հիսուսի անունով այսօր օգոստոսի 13-ն է հինգշաբթի եւ մենք միասին ահոտենք հիմա եւ խնդրենք որ Աստված առաջնորդի մեզ այս օրը ես հավատում եմ որ նա մեզ կլսի եւ կօրհնի ամեն եկեք ահոտենք սա հոտքի պահն է եկեք դիմենք մեր Տիրոջը Մեր Աստված եւ մեր Հայր Տեր Հիսուսի անունով մենք դիմում ենք քեզ այս ահոտքով նոր օրը սկսվում է մեր Տեր եւ մենք շնորհակալ ենք քեզ որ կարողացանք արթնանալ քո հոգատարության համար եւ այն ամենի համար ինչ դու անում ես մեր կյանքում շնորհակալություն քեզ մեր Տեր խնդրում ենք առաջնորդիր մեզ այս օրը դու գիտես այն բոլոր հարցերը որոնք այսօր պետք է լուծենք եւ այն ամենը ինչ այսօր պետք է անենք մենք ցանկանում ենք այդ ամենը հանձնել քո սուրբ ձեռքերի մեջ Եվ խնդրում ենք մեր Տեր օգնիր մեզ, առաջնորդիր մեզ, թող այն ամենում, ինչ այսօր կանենք լինի քո կամքը, և թող այնտեղ լինի քո ներկայությունը, Հիսուսի անունով։ Մենք խնդրում ենք պաշտպանիր մեզ, մեր ընտանիքը, մեր անկերներին, ամեն տեսակ չարից։ Մենք հավատով հռչակում ենք, որ այս օրը մեզ համար օրհնված կլինի։ Մենք միավորում ենք մեր հավատը եւ հիմա հոտում ենք մեր երկրի համար։ Խնդրում ենք օրհնիր Հայաստանը, օրհնիր մեր երկիրը, թող Հայաստանում լինի քո օրհնությունը, քո պաշտպանությունը, թող մեր երկրում լինի մեր Տեր փրկություն մենք նաև ամեն օր ահոտում ենք մեր Աստված մարդկանց համար ովքեր ապրում են Հայաստանում որովհետև ցանկանում ենք որ նրանց մեջ նրանց ներսում լինի ցանկություն քեզ փնտրելու մենք խնդրում ենք Հիսուսի անունով սիրելի ընկերներ ահոտեք ինձ հետ հիմա Հայր մեր, որ երկնքում ես, քո անունը սուրբ լինի, քո թագավորությունը գա, քո կամքը լինի, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր, ներիր մեզ մեր պարտքերը, ինչպես մենք էլ ներում ենք մեր պարտապաներին։ Եվ մեզ փորձության մի տանիր, հապաճարից մեզ ազատիր, որովհետև քոն է թագավորությունը, զորությունը և փառքը հավիտյանս։ Ամեն։ Փառք Աստծուն, ամեն։ Սիրելի ընկերներ, ես հավատում եմ, որ մեր ահոտքը լսվեց Աստծո կողմից և նա արդեն օրհնում է մեզանից յուրաքանչյուրին Հիսուսի անունով։ Ամեն։ Փառք Աստծուն, ես հիմա փոխանցեմ ձեզ խոսք այսօրվա համար։ Աստվածաշունչում գրված է նրան ով հաղթի կշնորհեմ նստելու իմ աթոռին ինձ հետ
ինչպես որ ես հաղթանակեցի և հորս հետ նրա աթոռին նստեցի։ Սիրելի ընկերներ, երբ Աստծո խոսքը ասում է մեզ, երբ մենք կարդում ենք Աստծո խոսքում, որ Հիսուսն ասաց, ես հաղթեցի, դա նշանակում է, որ նա մինչև վերջ հավատարիմ մնաց և կատարեց այն ամենը, ինչի համար Հայրն ուղարկել էր իրեն։ Երբ նա խոսում է հաղթողի մասին, պետք է հասկանանք, որ հաղթողը նա չէ, ով պարզապես բժշկություն է ստանում, օրհնություն է ստանում, իր խնդիրներն է լուծում կամ հրաշքներ է գործում։ Ոչ, հաղթողը նա է, ով մինչև վերջ կմնա հավատի մեջ։ Դուք Աստվածաշունչում չեք կարդում, որ Աբրահամը որևէ հրաշք գործեց, բայց Աստվածաշունչը նրան անվանում է հավատի հայր։ Այո, թե ոչ։ Ինչքան հետաքրքիր է, սիրելի ընկերներ, մեր ամենամեծ վկայությունն այն է, որ մինչև վերջ մնանք հավատի մեջ։ Թույ միտվեք, որ ոչ խնդիրները, ոչ մարդիկ ձեզ հեռացնեն Աստծուն։ Պահպանեք ձեր հավատը, պահպանեք ձեր փրկությունը, որովհետև նա է մեր ամենամեծ վկայությունը։ Հաղթել նշանակում է մինչև վերջ հավատարիմ մնալ Աստծուն։ Պահպանեք, եկեք պահպանենք մեր հավատը մինչև վերջ։ Ամեն։ Փառք Աստծուն, սա Աստծո հոսքն է այսօր մեզ համար։ Փառք Աստծուն, ամեն օր մենք սկսում ենք լավ Աստծուն աղոթելով ժամը 6-ին և դու կարող եք աղոթել մեզ հետ։ Եթե այս խոսքը ձեզ օգնեց, դրեք լայք ու հարգեք այս աղոթքը ձեր ընկերներին, գրեք մեկնաբանություններում ձեր անունը, որտեղից եք աղոթում մեզ հետ, և գրեք այս արտահայտությունը. ես մինչև վերջ կպահպանեմ իմ հավատը, ես հաղթող եմ։ Ամեն։ Փառք Աստծուն, ես սպասում եմ ձեզ վաղը ժամը 6-ին։ Սիրելի ընկերներ, թող Աստված առատապես օրհնի ձեզ, ձեր ընտանիքը Հիսուսի անունով։ Մի մոռացեք, մենք հաղթող ենք, երբ մնում ենք հավատի մեջ և պետք է մնանք մինչև վերջ։ Ամեն։ Սիրելի ընկերներ, ցտեսություն։ Եվ տարար դեպի խաչը Եվ կյանքը իմ հիմա